ինչքան է քաղաքացիական պայմանագիրը իր կոալիցիոն գործընկերոջ հետ Երևանի կառավարումը տապալելու։ Նշած հարցին կարող եմ չպատասխանել, որովհետև դուք ինչ-որ եզրը արդեն որպես փաստ բան եք իրողություն եք նշում, որը որ այդպես չէ։ Կոնկրետ դեպքեր ասեք, պատուհանից որ նայեք, տեսնեք, թե վերջին փոփոխությունը ինչի է հանգեցրել երթևեկության վերաբերյալ։ Ուրեմն տեսեք, նախ եւ առաջ աշխարհի բոլոր քաղաքներում չկա որևէ քաղաք, որ սկզբունքը հետեւյալը չլինի, որ հանրային տրանսպորտը պետք է ունենա առաջնահերթություն։ Եվ այո, հանրային տրանսպորտի համար պետք է առանձնացված լինեն գծեր, որպեսզի հանրությունը, ովքեր օգտվում են տրանսպորտից, իրենք ավելի արագ հասնեն, քան մեքենաներով մարդիկ, այդ նույն խցանման մեջ մենք էլ ենք մնում եւ ամբողջ տրանսպորտի բարեփոխումների տրամաբանության մեջ դա շատ նորմալ է, երբ որ ավտոբուսների համար առանձնացված գիծ լինի եւ այլ մեքենաների համար, որ ներողություն ֆիքսեցի, թե ինչպես է ավտոբուսի համար նախատեսված գծով, ավտոբուսը չի երթևեկում, այլ գնում է այն գծով, որը նախատեսված է մարդատար մյուս մեքենաների համար, բայց եւ այն գիծը, որը հենց որտեղ եք տեսել, պետք է կարող վիդեո ցույց տալ։ Ցույց տվեք, մենք ուսումնասիրենք, չէ, նաեւ սա պետք է տալ տրանսպորտ համապատասխան վարչություններին։ Որի համար հանրային տրանսպորտը պիտի երկրորդ գծից ավտոբուսի բանը համարներ Շատ էին, մենակ ես մեկը չի։ Բայց եթե հարց եք բարձրաձայնում, կարող է հենց այդ ավտոբուսի վարորդի մեղքովական մեկ այլ ուրիշ բան։ Շատ է, որ բոլոր լրագրողները ֆիքսել են, նշանակում է, որ տարբեր ավտոբուսների, այսինքն ամբողջ ավտոբուսային համակարգը։ Տեսեք, մենք նաև եթե նկատել եք, երեք էր կարծեմ, մենք հայտարարություն ենք արել, որ այսինքն մենք որոշակի վերանայումներ պետք է անենք, հաշվի առնելով ստեղծված, խնդիրները, որ օրինակ խցանումները շատ է լինում, որոշ վերանայումներ կանենք, բայց իմ եւ մեր համոզմունքն է, որ պետք է հանրային տրանսպորտի համար առանձնացված գծերը լինեն, դա նաև շատ հեռու պետք չի գնալ մեր հարևան Թբիլիսի օրինակով։ Մի տրամաբանական հարց փողոցները բավականին լայն են, վստահ եմ։ Մի տրամաբանական հարց, պարոն Փամբուչյան, բարեփոխումը փոփոխությունը նրան պետք է միտված լինի, որ դեպի լավը գնահատի։ Հիմա եթե եղածից ավելի վատ է, դրա ի՞նչն է բարեփոխում, ինչու եք այդպես անում։ Գուցե վերադառնաք նորից հինի։ Ես նոր նշեցի, Դե այդ ամբողջը հաշվի առնելով նշեցի դրա համար նշեցի, այս ամբողջը հաշվի առնելով հիմա մենք առանձնացրեցինք այս ծրագրի, այսինքն կատարած հետազոտությունների, բայց կհետևենք թե ինչ տեղի կունենա եւ որոշ վերանայումներ իհարկե կլինեն։ Թաղապետը կալանավորվեց եւ հայտնի դարձավ, որ նա ծեծել է մեր տեղեկություններով, որը նաեւ չհերկվեց Շենգավիթի տարածքային կառավարման խորհրդի նախագահին։ Ինչ է ձեզ հայտնի այդ կրտուքից։ Ընդհանուր առմամբ միջանձնային հարցեր է եղել, ավել չեմ կարող ասել, ավել մեկնաբան չեմ կարող պնդել, որ ծեծ տեղի ունեցել է։ Ոնց եղավ, պարոն Փամբուչյան, որ Տիգրան Տեր-Մարկարյանը ուղիղ եթերում ծեծեց, բոլորս տեսանք, ընդ որում ինքը եւ իր խմբի անդամները։ Իսկ ձեր ԿՊԱ-ական թիմակիցը չգիտենք էլ մամուլին հավատալով ենք, այդպես ասում, որ ծեծել է, տեսախցիկների առաջ եղել փաստը չկա գոնե առերևույթ, բայց նրանք կալանավորեցին, իսկ Տեր-Մարկարյանը կալանավորված չէ, ընդհանրապես։ Այնտեղ նույնպես քրեական գործ կա հարուցված, վստահ եմ, որ իրավապահ մարմինները իրենք դեպքերը կարող են առանձին մոտենալ դեպքերին եւ մի դեպքում որոշում կայացվի, որ պետք է գնալ կալանքի, մյուս դեպքում չգնալ, որովհետեւ այնտեղ նաեւ շատ են եւ հակառակ կողմի վրա նույնպես կա քրեական գործ հարց։ Դեմոկրատական իշխանության ներկայացուցիչ ո՞նց է այդ ամեն ինչը։ Կապեն իստում ենք տարբեր հարցեր քննարկում ենք։ Իսկ ձեզ ավելի վաղ հայտնի չէր դարձել, որ Ռազմիկ Մկրտչյանը Թաղապետարանում ծեծել է աշխատակցի, դրան արդեն իսկ հետո նոր հաջորդել է Տիգրան Տեր-Մարկարյանի ծեծը։ Ընդ որում մի քանի մենք նման ինֆորմացիա չենք ունեցել։ Պարոն Փամբուչյան, ամեն դեպքում արդարադատության տեսանկյունից տարօրինակ չի ձեզ համար, որպես քաղաքացի նայեք էլ այդ աչքով նայեք, որ միշտ պայքարել եք արդարության համար։ Տարօրինակ չի, որ ակնհայտ ծեծի դեպքով այդ մարդը կալանավորված չի, իսկ այն ինչ որ ուղղակի ինչ որ մեկը գնացել ցուցմունք կա տվել, այդ մարդուն կալանավորել են։ Տեսեք, իմ աչքով նայելը մեկ այլ հարց է, իրավական գնահատականը մեկ այլ հարց է։ Այո, դուք ինչպես նշեցիք, քանի դեռ դատաանով չկա դատավճիռ, ներկապային բոլոր անձիկ
իրենց մեղքապացուցած չէ, այսինքն ներկա պահին բոլորը Ռազմիկ Մկրտչյանը անմեղ է։ Անգամ ուղիղ եթերով ծեծի ժամանակ, երբ որ բոլորը ուղիղ եթերով տեսել են որևէ արարք, քանի դեռ դատարանի համապատասխան դատավճիռ չկա, այդ մարդիկ անմեղ են բոլորը։ Ես առհասարակ ԿՊՆ-իստի քննարկումները չեմ հրապարակում, որևէ հարցի չեմ պատասխանում։ Կարող է դատարանները պետք է փոխեք նորից։ Գաղտնի են այնքանով, որքանով, որ մեր փակ նիստն է, ԿՊ վարչության անդամներն են այդտեղ մասնակցում, եւ ես նպատակահարմար չեմ գտնում այդ նիստից որևէ նախադասություն մամուլին հայտնել։ Բացատրեք նաեւ այն դիսոնանսը, որ օրինակ ընդդիմադիրները մատով կպնում են որևէ մեկին, հաջորդ օրը միանգամից կալանավորվում են, կարող եմ թվել այդպես հերթով։ Օրինակ Լևոն Քոչարյանի օգնականի դեպքը, Արթուր Սուքոյանի, Լևոն Քոչարյանի դեպքը, որ չէ ծեծել հակառակը 5-6 հոգով իրեն էին բռնության ենթարկել, հետո մի հոգու ցուցմունքի վրա հիմա դատումը նաև հասցրեց նստել։ Լևոն Քոչարյանը դատարան 2 օր առաջ դատական նիստ էր թեհել։ Դրանից առաջ էլի 3, դրանից առաջ հասցրեց մի որոշ ժամանակ կալանքի տակ անցկացնել։ Իսկ Տիգրան Տեր-Մարգարյանը, որը որ ակնհայտ ծեծում է, մենք տեսնում ենք, որ բռունցքներով ծեծում է, Արթուր Չախոյանի աչքի տակ կապտում է, մնացած տեղերը քեցվածներ կա, այդ մարդը ազատության մեջ է։ Ձեր թիմակիցը նստած է։ Նոր պատասխանեցի ձեր հարցին։ Ես նոր պատասխանեցի, որ աշխարհը առհասարակ անհասարակ։ Իսկ իշխանությունը ձեր արդարադատությունը մեր իշխանությունը փորձում է ապահովել արդարություն եւ արդարադատություն։ Ոնց չի ստացվում։ Հումորներ են պատմում, ասում եք դուք երևի ուղղաթիռով եք գալիս եւ չեք մտնում այդ խցանումների մեջ, դրա համար էլ ձեր մաշկի վրա չեք զգում, թե ինչ դժոխք եք սարքել մարդկանց։ Անտեղի հումորներ են, որովհետեւ ես կամ մեքենայով եմ գալիս կամ ոտքով եմ գալիս, ամեն ինչը տեսնում եք, այնպես չի որ կույր ենք, հարգելի գործընկերներ, մենք չենք տեսնում, սպասում ենք, որ դուք գաք մեզ հուշեք։ Ես նշեցի, այսինքն մենք նախապես հայտարարություն ենք արել, տեսնելով այդ ամենը, նախապես ենք 3 հայտարարություն արել, որ չի բացառվում, որ որոշ վերանայումներ տեղի ունենան, քանի որ այո, մենք էլ ենք տեսնում, որ կա խցանում։ Նիկոլ Փաշինյանի գլխավորած այդ խմբին անալու եք եկեղեցին վեհարանը ազատել։ Ես առհասարակ քաղաքական թմի վարչության անդամ եմ եւ բոլոր քաղաքական նախաձեռնություններին միանալու եմ։ Ասենք որ վեհարան պետք է մնա վեհին, վեհապարն էլ ազատվի։ Ինչպես։ Վեհապարը պետք է հեռանա, հա, ինչպես Նիկոլ Փաշինյանն է։ Մենք հարցադրում ենք արել, ունի երեխա թե ոչ, այդ հարցին պատասխան չենք ստացել եւ այդտեղից կարող ենք ենթադրել, որ այո, ունի, հերքում չենք ստացել եւ ըստ կանոնագրքի նա իրավունք չունի։ Իհարկե Տեր Աստված չենք, գիրք կա գրած, կանոնագիրք կա եկեղեցու եւ նա է որոշում։ Այսինքն ինչ եք մեզ տարանջատում, առհասարակ ինչ եք մարդկանց մեզ ընդհանրապես տարանջատում եկեղեցու։ Որովհետև իշխանությունը եկեղեցուց պետք է տարանջատված լինի։ Այո, բայց նաև կա այնտեղ կանոնագիրք, ըստ որի գործում է եւ մարդիկ նախողել է իր կառավարությունը։ Դա մի հատ ձեզ ասենց հարց տամ, էլի, հարգելի գործընկերներ, ես որպես ավականու անդամ իրավունք չունեմ լինեմ երկքաղաքացի կամ գրանցման պահին պետքա վերջին 6 ամսում լինեմ Երևանի գրանցում ունենամ։ Հիմա եթե օրերից մի օր պարզվի, որ ես երկքաղաքացի եմ եւ կամ այդ ժամանակ 23 թվականին որ գրանցվել եմ որպես Երևանի ավականու անդամ, չեմ ունեցել 6 ամսվա գրանցում Երևանում։ Ձեր արձագանքը ինչպեսին կլինի։ Այսինքն ես պետք է այդ պահից սկսեմ դադարել։ Օրենք է խախտել, թող ձեզ զբաղվի օրենք։ Այո, օրենքը զբաղվի։ Հիմա այո, դեռ համար ասում եք, որ զբաղվեն, թող զբաղվեն։ Ասել եք թող զբաղվեն։ Թող զբաղվեն։ Սպասում եք, որ զբաղվեն։ Վերաբերյալ այսպես սրտառունչ հայտարարություններ անել, Նիկոլ Փաշինյանն ասում է, որ եկեղեցու հավատավոր զավակ է հայ առաքելական եկեղեցու, բայց դուք մոռանում եք, թե քանի եկեղեցի եք թողել Արցախում։ Դա է ձեր տեսեք էլի այդ հին խոսակցությունները արդեն ինձ թվում է ակտուալ չեն, շատ ակտուալ չեն, որովհետև մենք չենք թողել։ Եվ այդ մասին մենք այդ մասին խոսել ենք 1000 անգամ խոսել ենք եւ այստեղ հիմա այդ որ թողել եք, չգիտեմ ինչ եք արել, դա չի համապատասխանում իրականությանը։ Ծրագրում եղել է, չէ՞, Արցախի Այո։ Հիմա ձեզ մեղադրում են, ասում են, եթե դուք խախտել եք կառավարությունը խախտել։ Այդ մասին դա ազգային ժողովում քննարկվել է այդ հարցը եւ տվյալ հարցը մենք ապացուցում ենք, որ մենք չենք խախտել մեր բանը։ Շնորհակալություն։ Ո՞վ է Արցախը ճանաչել Ադրբեջանը։